մեծ կոնսոլիդացիայի ականատես լինենք եւ օրինակ հանուն առաջատար ուժի նաեւ այսպես վայր դնեն ամբիցիաները մնացած ուժերը։ Չգիտեմ ինչ նկատի ունեք։ Ինչպես օրինակ ՀՀԿ-ն որոշեց չմասնակցել։ Ընտրություններին մասնակցել մի քանի խոշոր դաշինքներ, առնվազն 2 եւ ավել, մեր համար դեռ ամբողջությամբ պարզեցված չի, ինչպես դուք ասում եք, մի 2-3 օրվա մեջ կհստակեցվի, մենք գտնում ենք այն ինչ որ ձևավորել այն թիմերը ինչ որ ներկայանում են, բավականին արդյունավետ ֆորմատը այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ Պարոն Սաղաթելյան, միություն հարցման տվյալներին հետևում եք, օրինակ վերջին հարցման տվյալներով, իդեպ այդ ընկերությունը 21-ին շատ լավ կանխատեսում ուներ Հայաստան դաշինքի համար Գելափը, հիմա ասում է, որ 5.5% է ձեզ բաժին հասնելու, իսկ դաշինքի դեպքում 21 թվականի տվյալները բերեցիք, ինքը 21 թվականի դրանից հետո ինչ կանխատեսում արել է, սխալա դուրս եք։ Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ վերջին ամիսների ընթացքում պարբերաբար մենք իրականացնում ենք հարցումներ եւ վերջի հարցումը ունեցել ենք 10 օր առաջ, այդ հարցումները մենք իրականացնում ենք մեր աշխատանքները պլանավորելու համար եւ այն ինչ որ հրապարակել է ձեր ասած Գելափը, դրա հետ բացարձակ կապ չունի։ Եւ դրանք խեղաթյուրված արդյունքներ են։ Դուք ինչ թիվ եք ստացել։ Մոտավորապես։ Այսինքն, չէ, թիվ չեմ ասելու, բայց ասեմ, որ այն բոլոր խոսակցությունները մեր դաշինքի հետ կապված կամ Նիկոլ Փաշինյանի ԿՎ հետ չի համապատասխանում։ Ընդդիմության միասնական ԿՎ-ն մի քանի անգամ չասեմ, շատ ավելի կրկնակի բարձր է, քան գործող վարչախմբի։ Ամեն դեպքում իրենք էլ ընդդիմությունը հաղթում է Նիկոլ Փաշինյանի։ Այո։ Ամեն դեպքում որ ընդդիմությունը ձեր համախմբված ընդդիմության միասնական ձայները ավելին են ու բավականին ավելին են, քան գործող իշխանության։ Հետևաբար կա միտում հետևողական ինչ-որ աշխատանք, պարբերաբար 10 օրը մեկ Հայաստան դաշինքի հետ կապված մի հատ թիվ են հրապարակում, հետո մի քանի հոգի ելում սկսում են այդ թիվը հիմնավորել, դա իրականության հետ կապ չունի, դա ասում եմ շատ մեծ վստահությամբ մեր ամենօրվա աշխատանք։ Պարոն Սաղաթելյան, տեսեք իշխանությունները այսպես ձեռքները ծալած չեն նստում, բացի այդ վաղ սկսած իրենց քարոզարշավը, մեծ պաստառները քաղաքով մեկ, նաև ազգային ժողովում են ակտիվացել, տեսանք վերջին որոշումը, որը դեռևս վերաբերում է Սամվել Կարապետյանին, բայց ինչ գիտենք, որ Հայաստան անվանումն էլ չի դառնա այսպես թիրախ։ Հիմա այսպիսի գործողություններով, որոնք փաստացի ընդդիմությունը չի կարող կանխել։ Իշխանությունը մինչև ուր կհասնի, ըստ ձեզ, եթե այլ բան չեք կանխատեսում։ Իշխանության գլխին գտնվող անձի նոպաները, վերջի 2 օրվա մեջ արդեն առավոտ իրիկվա ուղերձները հասկանում ենք, որ այս մարդը արդեն կորցնում է իր կառավարումը, քաղաքականությունը, ինչպես նախորդ տարիներին, հիմա ավելի ծայրահեղ ընդգծված կերպով ուզում է վերածի ուժան մի փողոցային գործընթացի եւ նրա բառապաշարը, պահվածքը վկայում է այն բոլոր վախերի մասին, որ այսօր կա եւ գոյություն ունի, դա մեր համար ընդունելի չի։ Այն, որ այդ ջղաձգումների հիստերիայի արդյունքում ինքը ուժայիններին տարբեր ապօրինի հրահանգներ տալու է ակնհայտ է դատարաններին, կենտրոնական ընտրական հանձնաժողովին, այն, որ ինքը փորձելու է արգելափակել, սահմանափակել որոշ քաղաքական ուժերի մասնակցություն, այն, որ ինքը փորձում է նախընտրական շտաբների գործունեությունը դարձնել անօրինական մի պրոցես, այդ ամեն ինչը ինքը փորձելու է անել, բայց կարծում եմ ընդդիմությունը մենք քննարկում ենք մեր գործընկերների հետ, համապատասխան քայլերով եւ գործողություններով պետք է այդ դիմադրությունը ձևակերպել, հակազդեցությունը ցույց տալ եւ մենք մեր ժողովրդի տված քվեն դեր կանգնելու։ Եթե անգամ դրսից աջակցություն կա միլիոնների տեսքով Եվրամիությունից, Հանրապետության իշխանությունը ձևավորելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Պարոն Սաղաթելյան, կներեք, ընդհանրապես Հայաստան դաշինքի պլաններում չկա ընտրություններին չմասնակցելու տարբերակ, այսինքն դա 100%-ով բացառում եք, ճիշտ եմ հասկանում։ Իհարկե բացառվում է։ Ինչու պետք է չմասնակցենք, այսինքն մենք քիչ առաջ ձեզ մեր ամբողջ նախընտրական ծրագիրն ենք ներկայացնում, ցանկն ենք հրապարակելու մեր առաջին 30 այսօր կամ վաղը, այսինքն մենք ամբողջ ընթացքով լիարժեք
process-ի մեջ։ Եվ պարոն Սաղաթելյան, Փաշինյան, Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը նշեց, որ կան ռուսամետ ուժեր, որոնց մենք կցանկանայինք տեսնել ընտրություններին մասնակիցների շարքում։ Դուք համարում եք այդ հայտարարությունը նաև Հայաստան դաշինքին ուղղված, թե ոչ։ Հայաստան դաշինքը հայամետ, Հայաստանի շահերով սպասարկող, հայ ժողովրդի շահերով առաջնորդվող քաղաքական Ռուսամետ չեք, ռուսամետ չեք։ ինչ կար ասեցի։ Իսկ Ռուսաստանի հայտարարությունները Պուտինի դրանք չեք Ինչ անդրադառնալ։ անդրադառնալ։ Նախազգուշացում էր միջամտություններ, ինչ էր, պարոն Սաղաթելյան։ Ստեղ էլ մեր տեսակետը շատ հստակ է։ Նախ էս կինոն Նիկոլ Փաշինյանն է սարքել, ինքը որ հրավիրում է Եվրոմիությանը, Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի ընտրությունների մասնակից է դարձնում, բնականաբար նաև Ռուսաստանն է արդեն սկսվել այդ ուղղությամբ հետաքրքրություններ ցույց տալ։ Սա արել է Նիկոլ Փաշինյանը, երբ որ տարբեր աշխարհակահական կենտրոններ գնում է Եվրոմիություն հրավիրում է, Ադրբեջանի պահանջով սահմանադրություն է փոխում, ԿՊ-ի նախընտրական ծրագիրը դա Ադրբեջանի պահանջների ձևակերպումն էր, սկսած հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումից, վերջացրած սահմանադրության փոփոխությունից։ Ինքը այդ կենտրոններին հրավիրել է Հայաստանը, այո, հիմա Ռուսաստանն էլ է սկսել հարցով զբաղվել։ Իսկ մեր տեսակետը ընդհանրապես հետևյալն է, շատ հստակ, շատ պարզ, որ որևէ արտաքին միջամտություն մեր համար անթույլատրելի է։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պետք է ձևավորի հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Պարոն Սաղաթելյան, Հայաստան դաշինքը Սերժ Սարգսյանի փեսայի հետ որևէ խնդիր ունի Միքայել Մինասյանը։ Հարգելի հետևողներ, Հայաստան դաշինքի